32-ամյա Ռաֆայել Սուքիասյանն արդեն 5.5 տարի կալանքի տակ է։ Այս տարիների ընթացքում այդպես էլ 16-ամյա աղջկա սպանության մեղադրանքը չի ընդունել։ Ավելին, պնդում է, դեպքի օրը խոշտանգվել է ոստիկանների կողմից, որոնք էլ ստիպել են հանցանքն իր վրա վերցնել։ Ինձ ուղեկցեցին պետի աշխատասենյակ, պետի աշխատասենյակում պետը անդադ փորձում էր համոզել, ասում էր մարդ է սպանել, աղջիկ է սպանել, այս ինչ աղջկան է սպանել, այս ինչ հասցեում գտնվող, պիտի ինքնախոստովանական ցուցմունք գրես, որ դու այդ քայլը արել ես։ Եվ որ ես իրան ասացի, որ ես ոչ մեկի չեմ սպանել, այդ աղջկան որպես այդպեսին կյանքում մի անգամ եմ տեսել, այս ինչ նպատակով եմ տեսել ու վсё, գնացել եմ այդ տնից, ինքը ողջ առողջ է եղել, ոչ մի բան չի եղել։ Պատրաստի արդեն ինքնախոստովանական ցուցմունք տպագիչ տարբերակով դրեցին դեմս, ասացին կամ ստորագրում ես, կամ քո հետ վատ բան է կատարվում։ Դեպքը 2020 թվականի տարեսկզբին ցնցել էր հանրությանը, ըստ ոստիկանության հաղորդագրության հունվարի 5-ին ժամը 23-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի հասցեներից մեկում խեղտամահ հարված դեռահաս աղջկա դիկա։ Ավելի ուշ քննչական կոմիտեն եւս հաղորդագրություն տարածեց, նշելով քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածի հատկանիշներով, ձերբակալվել է մի երիտասարդ, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Ռաֆայելը չի հերքում, եղել է դեպքի վայրում։ Ես դեպքի վայրը որպես այդպեսին լքել եմ երեկոյան 19:30-ից 20:00 ընկած հատվածում ու այսինքն գնացել եմ այդ տնից, այսինքն ինձնից հետո թե ինչ է կատարվել, ինչ չի կատարվել, ես տեղյակ չեմ, արդյունքում 11-ին զանգել ոստիկանություն, զանգել եմ, որ այստեղ սպանություն է տեղի ունեցել։ Իսկ ինչու է նախաքննական մարմնի թիրախում հենց Սուքիասյանը հայտնվել։ Մեղմ ասած, այնքան էլ ոչ դրական վարքի տեր աղջկա մոտ եմ ես եղել որպես այդպեսին ծառայություն ստանալու, ինքը ծառայություն մատուցող ա եղել որպես այդպեսին, արդեն բարձր ինչ։ Ծառայությունը մատուցվելուց հետո ուղղակի դուրս եկել գնացել եմ։ Ռաֆայելի խոսքով ավելի ուշ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել աղջկա հետ, ինչն արձանագրվել է նաև նախաքննական մարմնի կողմից։ 21:45 հեռախոսազրույց եմ ունեցել այդ աղջկա հետ, այսինքն այստեղ եւս մի անգամ իմ կարծիքով արդեն փաստվում է այն հանգամանքը, որ ինձնից հետո տվյալ անձը ողջ է եղել։ Թեև Ռաֆայել Սուքիասյանը պնդում է, որ որևէ կապ չի ունեցել սպանության հետ, այնուամենայնիվ նա է եղել գործով միակ կասկածյալը, ուստի դեպքից ժամեր անց բռնությամբ բերման է ենթարկել ոստիկանների կողմից։ Թիկունքի հատվածից գլխիս ուժեղ հարված եմ զգացել, որից հետո մոտ մի 5-10 րոպե որևիցե բան չեմ հիշում ինչա կատարվել։ Տղամարդու խոսքով հենց ոստիկանական մեքենայում են սկսվել իր նկատմամբ բռնությունները, որոնք շարունակվել են արդեն ոստիկանության կենտրոնի բաժնի պետի աշխատասենյակում։ Ոտքով խփեցին, աթոռից գցեցին, սկսեցին ծեծել։ Հետո ուշքի բերեցին, էլի նստեցրեցին աթոռին, ասեցին հաստատ համոզված ես, որ չես ուզում ստորագրես, ասի հա, համոզված եմ, որ չեմ ուզում ստորագրեմ։ Կենտրոնի ոստիկանապետը Պապյան Արմանը իր հեռախոսով ինձ ցույց տվեց քրոջս լուսանկարը, ասաց, եթե չէ ուզում քրոջդ հետ կատարվի այն, ինչ նոր եղել է այս աղջկա հետ, ուրեմն հենց հիմա ստորագրում ես այս փաստաթուղթը։ Ես էլ քրոջս նկարը ի վերջո տեսա։ Ռաֆայելն ասում է, քրոջ նկարն է իրեն ստիպել ստորագրել ինքնախոստովանական ցուցմունքի տակ։ Մեղադրանքը դատախազությունը 5.5 տարվա ընթացքում դեռևս չի ապացուցել։ Դեպքի ժամանակ կենտրոնի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Պապյանն իր հերթին չի ընդունում, որ Սուքիասյանի նկատմամբ բռնություն է կիրառվել։ Անհեթեթ սուտ բացարձակապես սուտ տեղեկությունների, որի տրվել է իրավական գնահատական, ավելացնելու ոչինչ չունեմ։ Պարոն Պապյան, այսինքն դուք առերեսվել եք իր հետ այդ վարույթի ընթացքում, տեսել եք։ Ես իրան տենց կոնկրետ չեմ հիշում հիմա։ Չէ, այդ նախ այդ դեպքն եմ տենց հիշում։ Խոշտանգման մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում դուք որպես վկա կամ այլ գործով անցնող որևէ մեկը։ Ես չեմ հիշում, որ այդքանով սահմանափակվենք։ Թեև Պապյանը նշում է, որ ժամանակին իրավական գնահատական տրվել է, այնուամենայնիվ այսօր զուգահեռաբար քննվում է նաև խոշտանգման դեպքը։ Նախորդ տարեվերջին Վճռաբեկ դատարանն արձանագրել է, ստորադասատյանները պատշաճ քննություն չեն իրականացրել։ 3 դատավորներ ընդունել են, որ ինձ խոշտանգել են, ճանաչել են ինձ որպես տուժող ու դատախազությանը հանձնարարել, ամենայնպես որոշման մեջ գրված է, որ հանձնարարել գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել այդ մասով, խոշտանգման փաստով,
վերականգնել toujours Սուքիասյանի, այսինքն իմ բոլոր ոտնահարված իրավունքները։ Վճռաբեկ դատարանի որոշումից կես տարի անց, սակայն գործով որևէ տեղաշարժ չկա, կալանավորի խոսքով որևէ կառույց գլխավոր դատախազությունից մինչև քննչական կոմիտե չի շտապում վերացնել իր իրավունքների մասով արձանագրված խախտումները, այնինչ դեռևս 5 տարի առաջ ստացած վնասվածքները մինչ օրս զգացնել են տալիս։ Ողնաշարի խնդիրներ ունեմ պոչուկային հատվածում, գոտկասերբանային հատվածում եւ պարանոցային հատվածում, մասնավորապես ողնաշարիս մեջ, ողնուղեղից ու գլխուղեղից միջանկյալ հատվածում օդակաթիլային պարկ է գոյացել, որը խոչընդոտում է գլխուղեղից ու ողնուղեղից լիարժեք կոպիտ ասած համագործակցող աշխատանքին, ինչի պատճառով նույնիսկ հիմնարկի մասնավորապես տեղամասի ռեժիմային աշխատողներն էլ կարող են փաստել, եթե անհրաժեշտ լինի, որ հաճախակի ներքին վերջույթներից, այսինքն ոտքերից անջատումներ են տեղի ունենում, այսինքն ուղղակի ոտքերս անջատվում են, ես հայտնվում եմ գետնին։ 32-ամյա Ռաֆայել Սուքիասյանը պնդում է, թեև իր առողջական վիճակը պատժի կրման հետ անհամատեղելի է, սակայն փորձելու է մինչև վերջ գնալ եւ ապացուցել իր անմեղությունը։ Իսկ մինչ այդ կալանավորը բանտում կազմակերպվող միջոցառումներին է ակտիվ մասնակցում, հիմնարկի կողմից շնորհակալագրեր ու պատվոգրեր ստանալով։